Ժողովուրդ ջան, բարի լույս իմ սիրելիներս։ Այսօր ձեր Անահիտը որոշեց, որ պատրաստի հավը հայկական վարիանտով, բաստուրմա եմ դրել թթվասերով, կարմիր եւ պղպեղի մածուկով, սովորական պամիդորի մածուկով, լոլիկի եւ մի քանի համեմունքներ։ Սա կգնա ջեռոց այսօր կարտոֆիլով։ Չգիտեմ կարտոֆիլը դեռ ոնց կանեմ, վերջին րոպեին կորոշեմ։ Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք։ Իմ հայտնաբերած ապարատուրան, Բաբիլիսի բիգուդին, արտակարգ լավ, էլ կարիք չունեք առավոտյան արթնանաք մազերը թրջել, որովհետև հյուրեր ունեք եւ այլն։ Ամենակարևորը, որ նայեք տեսեք, իմ մազերը գանգուրա չէ, այսքան մասը, ես կարող եմ չանել։ Բայց մի քանի գանգրությունը չի խանգարել, քանի որ ես վերևի մասը սանրեցի, նայեք տեսեք սիրելիներս, բիգուդի է ինքը փաթաթում է, եւ ձեր մազերը մի քիչ գանգրություն է տալի, նրանք ովքեր ուղիղ մազեր ունեն, էլի սիրուն անում, իսկ այն մեկը ուղիղ մազի վրա այդքան չէր լինում, լավ չեղավ, որովհետեւ լավ չբռնեցի։ Այս աշխատեք չափսը ճիշտ որոշեք, ինչքան եք վերցնում։ Ամազոնից եմ գնել եմ 65 եվրո, իրագինը 100 եվրո է, 95 էր, ինչքան էր, տեսեք, եվրեական լոքոներ է լինում, սա այսպես, հիմա ես ուղղակի ձեզ ցույց եմ տալիս, այսքան մասը չեմ ուզում անել, որովհետև արդեն իմ մազը գանգուր է, բայց եկեք անենք, լավ, եկեք անենք, տեսնում եք, հավաքեց և բաց եք թողնում, կնոպկան սխում եք, հավաքում է և բաց եք թողնում, շատ հեշտ և շատ թեթև, սա ավելի թեթև է, ճանապարհորդության համար ինձ ուղղակի սա հրաշալի է, որովհետև ամառը հələ լավ է, երեխեք, ամառը կարողանում ես մի քիչ թրջել մազդ առավոտյան, բայց էլի բանա, պիտի առավոտ հելնես, մազդ թրջես, հետո ահագին պիտի աշխատես մազի վրա, պիտի սենց անես, ինչ եմ տվել սրան, դնում եք, այսենց, առավոտյան որ արթնացա, մենակ իմ մազերը տեսնեք, այդքան բիզմիս չէր, բայց կարող էի թողնել, ուղղակի ասեցի սպասեք մի հատ փորձ անեմ, մի քիչ վերևի մասը հարթացնեմ եւ շատ լավ ստացվեց, տեսնում եք։ Նրանք ովքեր չեն գրանցվեք Անահիտի վլոգ եւ կտեսնեք շատ հետաքրքիր ապարատուրաներ, հետաքրքիր ինչ որ բաներ, որ ես հայտնաբերում եմ, ասեմ որ դες ժողովուրդ ջան, я չեմպիոնկա հայտնաբերելու։ Շատ շփում ունեմ մարդկանց հետ իմ աշխատանքի բնույթով եւ շատ բաներ եմ տեսնում։ Աչքս ընկնում, տեսնում եմ եւ սովորելը ամոթ բան չի։ Իսկ սա ես ինքս գրեցի եւ մտածեցի ինչ գնեմ, թեթև գրեցի գանգրացնող թեթև ապարատ, որովհետեւ այն մեկը շատ ծանր էր եւ այս պոչի մասը փչացել էր։ Դե ամենայն դեպս 18 թվականից իմ ձեռքը որ դիմացավ երեխեք ջան Բաբիլիսը, ուրեմն ինքը շատ սոլիդնի ֆիրմա է։ Ժողովուրդ ջան, սիրելիներս, ես սա իհարկե իմ աուդիտորիայի համար չի, քանի որ երբ որ դու դնում ես շորտ նայում են այն տիպի մարդիկ, ովքեր անգամ քեզ չեն ճանաչում։ Ես այսօր մի հատ փոքրիկ շորտ եմ գցել եւ պետք է դնեմ դա, որովհետեւ այդ մարդիկ ովքեր չեն ճանաչում, որ իմանան, որ բլոգերությունը էդի ոչ այբ է, ոչ էլ ամոթ բան է։ Հիմա հետևը տեսնենք ինչ է, այս մասը տեսնում եք, սա իմ մազն է։ Ուղղակի ես հիմա մի հատ այն կսանրեմ եւ սա էլ կմցնեմ մեջը։ Ահա, ասա Անահիտ ջան, շատ ես վերցել մազը, Հիմա տեսեք ինքը ավտոմատ անջատվեց։ Գնաց բիգուդի, հետևը չեմ արել, ասում չէ, ձեռքերից ցավում է, հետևի մասը չեմ արել, շատ հետևի մասը գանգուր է մնացել, բայց ամեն դեպքում, տեսնում եք այս մասը, նայեք, հիմա նայեք, այս մասը, ուշադիր նայեք, ասա, վերցնում եք, նրանք ովքեր կցանկանան լինքը ես կդնեմ, երեխեք ջան, վիդեոյի են տակը, գնեք, չեք փոշմանի, գնեք, լավ նվեր է, ձեր հարցների, երեխաների համար, մայրերի տոնի համար, նենց կամիա դուրսը ժողովուրդ, պրոստը նիվերայատնի կամիա,
Հիմա նայեք, տեսեք ձեր Անայի տղկան ինչ է անում։ Անայի տղկան վերցնում է այս հետևի մասը ու տանջվում իր ուսի պատճառով։ Տեսակ ժողովուրդ ջան, 2 պուճուր, 2-3 հատ այդ գանգրացեցի եւ կարիք չունեմ գնամ մտնեմ դուշի տակ, մազերս նորից թրջեմ, նորից ժել, մել եւ այլն, բել-մել։ Ես գիտեմ, որ շատերը ունեք գանգուր մազեր, շատերը ունեք ուղիղ մազեր, որ չեք սիրում ձեր ուղիղ մազը, գանգրացրեք։ Եվ սա գիտեք, ինձ սա չի գանգրացնում, երեխեք, սա ուղղակի սենց ալիքներ է անում։ Շատ գեղեցիկ ալիքներ։ Ասեմ էլի։ Չեմ ուզում միայնակ ես օգտագործեմ, մարդու էգոիստության աստիճաններ չէ, գոյությունն է ասում, ինչի ասեմ, էտերնաց է պակաս ասեմ, նո, սիրելիներս, ասեք, դրեք, տեսակ ինչ արեցի, տեսակ հիմա նայք ինքն իրան կանգնում, շատ եմ վերցրել մազը, հանեց ինքը, բայց խուճուճացեց, բայց հանեց, դրա համար մի քիչ բկլիկություն չանեք, մազը շատ չվերցնեք, ես ուղղակի ծայրամասերն եմ ուզում անեմ, որովհետև ժամանակ չունեմ, հավը դրել եմ բաստուրմա, տեսակ, հիմա գնամ պատրաստեմ խմորեղեն, մի հատ խմորեղեն, հիմա նայեք տեսեք ինչ անում ձեր Անահիտը, ձեր Անահիտը վերցնում է և այ այսենց մատները խառնում է այ այսպես, վերջ, և ամեն ինչը պատրաստ է սիրելիներս, կարող եք այսպես կողքի անել, այ այսպես, Դարա Նարա Շլեպչյանը, շատ-շատերդ եք գրում, երեխեք, Անահիտ ասում եք, ոնց որ Նարա Շլեպչյանը լինեք։ Տեսնում եք, վերցրեցի, բայց ինքը չեղավ, որովհետև սխալ ուղղությամբ գնաց։ Նայեք, ուղղակի ուզում եմ ցույց տամ։ Վերցնում եք սա, այս կողմը տեսնում եք, այս փոքր կողմը։ Այս փոքր կողմը մտնում է այ այսպես, այս երկար կողքը մտնում է այսպես։ Ու ինքը նայեք պտտացնում է ոնց որ բիգուդի։ Տերդ մեռնի գիտություն, տենց են էլի ասում, տատիկս ասում է, բալա ջան ասում էր, տերդ մեռնի գիտուտուն, լենականցի ակցենտում, առաջներ էսի կսեին ամբարոյականություն, ասեմ ես ծիծաղամ իմ վրա, ասեմ ես ծիծաղամ, նենց որ ժողովուրդ ջան, Ինչ ուզում եք անեք, ուզում եք պայքարեք, տեսել եմ շատ բլոգերներ կան, շատ վիրավորված պայքարում եք, ժուրնալիստներ կան, պայքարում եք, նայում եմ սենց ուղղակի ցավում եմ, դաժե մարդկանց դժբախտության վրա բաներ են գրում, պրոստը ուղղակի խոսք չեմ կարողանում ասեմ, և գիտեք դա հանկարծ չմտածեք մենակ հայերն են, դա մարդկության են չար մասսանա, բայց ոչինչ, չարերին ուղարկում ենք իրենց ծոցը, գրողի ծոցը, և ազատագրվում, սիրելիներս, такая ваша Անահիտочка прекрасная գանգրություն, 2 րոպեում այս հրաշալի ապարատով, ահա և սա, դուք կարողանում եք դարձնել ձեր մազերը գանգուր, այսինքն գանգուր մազ ունեցողները, իսկ ուղիղները ուղղակի լոքոներ։ Եվս մեկ անգամ բարևներ բոլորիդ շուր եյտվել, որովհետև մեջը խմոր եմ արել։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր որոշել էի պատրաստել մի խմորեղեն, որ քույրը շատ է սիրում, եւ քանի որ ինքը հետո ճանապարհ են գնալու, ասեցի հետո կուղարկեմ, բայց արի ուտես, որ թթվասեր չունեմ։ Ահա թե ինչն է լավ եւ վատ, որ բնակվում ես գյուղում, գյուղանման տեղ, որտեղ որ խանութ չկա, մի վայրկյան տեսնեմ ոնց է շատ լավ։ Նախքան բլոգը սկսելը, նախքան ցույց տալը, որ ես այսօր խոհանոցում եմ լինելու, ժամը 10-ն է արդեն, ես պետք է ակտիվանամ, որպեսզի հավը դնեմ ջրոց, կարտոֆիլը, հավը որոշեմ հայկական ձևով դնել, խմորեղենը տախտը, հիմա ես տախտրետները կպատրաստեմ, այսինքն բանը այդ խմորը տեսնեմ ոնց եմ անում։ Վերջին րոպեին որոշեցի պատրաստել ելակով տախտ եւ շատ մտածեցի ինչ կրեմ անեմ եւ ես կրեմը կպատրաստեմ մասկարպոն, խտացրած եւ սերուցք։ Նախքան բլոգը սկսելը, ես այսքանի որ այս բլոգը դուրս է գալի ամսի 11-ին եւ այսօր արդեն ամսի 11-ն է լինելու, ես ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերի, տոնի կապակցության բոլոր մայրերին,
Եվ գիտեք ինչ, մայրանալը դա ուղղակի Աստծո կողմից ուղարկված պատվեր է։ Ես ցանկանում եմ նրանք, ովքեր դեռ չեն մայրացել, նրանք, ովքեր ցանկություն ունեն, նրանք, ովքեր պայքարում են մայրանալ, Աստված թող ձեր հետ լինի, սիրելի կանայք։ Եվ ես ուզում եմ արդից օգտվում եմ իմ լավ հետևորդուներից մեկը, Ռիփսիկը, ինձ մեսաժ էր ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ Անահիտ ջան, այսօրվա կապակցությամբ օլալա երեխեք մի վարքյան խոլոնա եկել են վտանգավոր մեղում։ Այսօրվա մայրերի տոնի կապակցությամբ խնդրել է, որ ես շնորհավորեմ իր մայրիկի եւ իր սկեսուրի մայրերի տոնը։ Դա ուղղակի մեծ նվեր է ձեր համար, որ ձեր հարցը հարկ է համարել եւ ինձ գրել է եւ խնդրել, որպեսզի ես ձեզ շնորհավորեմ եւ ես դրա համար շատ ուրախ եմ, որ այսօր դեռ կան մարդիկ, ովքեր ում ընտանիքում միայն սերն է։ Իմ սիրելի Մանիկ Տեր-Հովսեփյան եւ Անահիտ Բալասայան։ Ես շնորհավորում եմ ձեր մայրերի տոնը։ Ցանկանում եմ, որ դուք միշտ այդպես սիրված լինեք։ Ցանկանում եմ, որ ձեր երեխան եւ ձեր հարսը միշտ դրական լինի ձեր նկատմամբ։ Եվ գիտեք ինչ, ամենակարևորը, դա գալիս է նաեւ մայրերից, մեծերից, կեսուրներից եւ մայրերից։ Եթե մենք լինենք դրական, եթե մենք ոչ մի արարքի վրա միայն կեղտման չգանք, աղբման չգանք, երիտասարդները դա զգում են եւ իրենք արդեն սկսում են ավելի ռելաքս լինել, հանգիստ լինել եւ չեն լարվում մեծերի դեմ։ Դրա համար սիրելի մայրեր, սիրելի սկեսուրներ, երբեմն տեսնում եք ձեզ դրեք գույրի տեղ, երբեմն լսում եք ձեզ դրեք խուլ եւ հավրի տեղ, համր, չխոսակ, խուլ չլսեք։ Ես ուղղակի դա եմ ցանկանում։ Շրջանցեք, գնացեք, չէ՞ որ մենք էլ ենք եղել երիտասարդ, մենք էլ ենք ունեցել սխալներ եւ մինչեւ օրս էլ ունենք սխալներ։ Եթե վերցնեք երիտասարդը կարող է ձեզ նկատողություն անել, դրա համար մի այնպես արեք, որպեսզի մեկը մեկիդ նկատողություն անել։ Դա եմ ցանկանում եմ երկար տարիների կյանք բոլորին, բոլոր ամերիկահայ, ֆրանսիահայ, բոլոր, դարապես բոլոր մայրերին, աշխարհի բոլոր մայրերին, դա կապ չունի հայ թե ինչ ազգ, շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր։ Զամբյուղներն են պատրաստում, ինքը բավականին, այս կրեմը բավականին տորտային կրեմ է, ճիշտ ասած ես որոշեցի այս կրեմն անել, որովհետև իրոք սա նաև էկլերի կրեմ կարող եք օգտագործել, ես այս պուճուրիկները լցնում եմ մեջը, մի պուճուր շերտով,
որպեսզի շատ բան չլինի, ինչ են ասում, քաղցրությունը չլինի, մեջը ելակ եմ ավելացնում, վրան մի փոքրիկ շերտ եմ նորից էլի դնում, այս էց, դաշը չէ փորձել երեխեք, տեսնեմ կրեմը ոնց է ստացվել, շատ համեղ, այնքան քաղցր չասեմ, իսկ հիմա վրան կարելի է մի քիչ շաքարի փոշի ավելացնել, ուղղակի դեկորացիայի համար, և վրա դնում եմ մի հատ քիվի, այսպես, հիմա ապուրն անել, ժողովուրդ ջան, ուրեմն ես զամբյուղները դրեցի մեջը, 5 հատ արեցի, շատ չեմ արել, ելակը հերիք շարեց, բայց ոչինչ, այս մնացած կրեմով կպատրաստեմ ուրիշ բան, հիմա ես սեղանը հավաքեմ, և նախքան սեղանի մաքրելը, ամուսինս հաց ա բերել, բայց այնքան քիչ հաց ա բերել, ես չգիտեմ, սա կանիմ ես, թե չէ, լավ շարել երևի, մի քիչ հաց եմ ուզում չորացնել, իստումը շատ հաց ուտող չկա, ես մի քանի հատ հաց չորացնեմ ապուրի համար, հավը հանեցի, սա դնեմ իշտ տեղատ, չեմ հանեմ, բաղդում, վրայի ֆորգան հանեցի, հիմա թող լավ եփվի, նա լցնում մեջը տեսնեմ եփվել է, որտև սիրտիկի սա յուղական հավ է և դեր մեջը ալյուն կա, թող լավ եփվի, բավականին երկար է եփվում ես հավել, ես շատ սխալ բան արեցի, ոչինչ, մի քիչ ջր եմ երևի վրան, ինչի լավ չի աշխատում, չեմ հասկանում, թող լավ կարմիր, շտապելու ոչինչ չունենք, ծնեբեկները արդեն համարյա եփվել, ծնեբեկը շուտ տամ, գիտեք ինչ կանեմ, ես ծնեբեկը թող մի քիչ էլ եփվի, կարմրի, խորովի, այսպես ասած, հիմա ես նած սա հավաքեմ, և սա տանեմ տիտիկներին, ահա և իմ ամուսինը խոտը հնձեց, իսկ հիմա այս խոտերը տանում է պարտեզ իր այգին էդ բաճա, հնձեց ենքան շատ եմ սիրում, այս խոտի հոտը մենակ զգակ, սա տանում է ներքև իր պարտեզը, որտեղ որ բանջարեղեններ է դնում, պետք է գալիս, որպես, չգիտեմ ինչու, դա իրան պետք է հարցնեմ, լեզու է տնգում Սիրգեյ Սիրգեյևիչը, նայեք բարելույս սիրելիներս, բարելույս բոլորիդ, այսօր մեր մոտ մռայլ, անձրև, բայց շատ գեղեցիկ, ինչ մաքրոտ, հա։ Այ։ Այս փոքրիկ ծառաթփերը պիտի կտրվի։ Բարև մամ ջան։ Բարև բանա ջան, բարելույս։ Ոնց ես քնեմ մեռնեմ արևից։ Լավ, տանեմ, լավ է, առավոտ շուտ կադուներս եմ կերագրել։ Հենա ուտում այն մեկը մամ հենզելը։ Թող ուտի, որովհետև ես երկու դրացի պես չտվեցից երեք շատ եմ կերել։ Լավ ես անում, մամ, դու գիտես։ Գալիս են կազան մերը։ Ուտում քնում, կերել քնում ահա։ Իրանք էլ ենքան քչակեր են, քիչ են ուտում։ Այս գրետելն է շատ ուտում։ Գրետելն է, մամ, հենզելը այն ինչ ես գցել, գետնին գցել են մի բան ուտում են։
Գետնի։ Այն ամանը միջից միսը հանել են։ Դրել են ուտում են։ Սրիկաներ։ Ոնց այսօր դու պատոնը բացեցի, վայ, այդ ինչ մաքուրոտ, ոնց որ մեր են Դիլիջանին անձրևն է գալիս էր, նկարեցի, սենց մամջա խորը սնչեցի, ասել ջեմիկին արտասնչեցի ու մտածում, եւ դա գիտես ինչա, դա ամեն ինչ էր թթվածինը, մամջան։ Հերել ես դուրս դու չէ արդեն առավոտյան։ Չէ, կադրոյն եմ կերագրել, տակա դուրսը համեմատաբար։ Հա, տեսեմ, չկամ է։ Սերժ եկավ գնաց ապերետիվի մամ, ասեցի մի գհելնեմ մի բան սարքեմ, ասեցի դե լավ Սերժ, ասեցի երեք ռեստորանում եք ընկերներով հաց կերել, այսօր բան չես ուտի, ասեցի դու արդեն գնացեք դուք։ իրանք չէ, ես չէ։ 14 աստիճան է հիմա անայ։ Ցուրտ չի որ վերցնում։ Մամ, ցուրտ է 14 աստիճան, ո՞ց ցուրտ չի։ Դու արդեն անձրև է։ Հա, դուրս է եկել, կասինկան դուրս է եկել։ Էս ինչ է ուտում, մամ։ Բերելա այս կողմա ուտում, որ այն հենզելը ձերից երևի չվերցին։ Չէ, իսա բերելա հասրելա տեղ։ Սա գրետելն է երեխեք ջան։ Մամ ջան, մի հատ էլ հարց տամ էլի քեզ սիրելիս ես իմ սպանիայի այն փեղկերը լվացրեցի, որտեղ այն օրը փակելուց զգացի որ փոշի էր։ Ինչ եղանակ են հաղորդում շաբաթը մերն եմ արևից։ Մի հատ կարող ես նայել։ Չէ, Սերժն ասում է, չէ, մամ, 3 շաբթի արև, հա։ Նայ տեսնեմ։ Շաբաթը չէ։ Եսօր վաղն անձրև, անայ։ Վաղը քանի տոկոս է անձրևը, մամ։ Եսոս։ Մի հատ տոկոսն ասա, որտեղ ըստ տոկոսի քիչ է, էլի։ Ես 13-ին։ Բարը, եսօր 90% է։ Ամբողջ օրը, հա։ Բարը 50% է, կասկածելի է։ Ահա։ Իսկ 3 շաբթի հասա, մամ։ Լնդի, հա, 50% է, մարտի, մեղկդի, ժդի, վանդղդի, Տեսնեք երեխեք ֆրանսերեն։ պրոժեկտը։ Մերրամ կյանքիդ ֆրանսերեն խոսալուտ։ Ինչքան է եղանակը ցիլ դիպլոմատիիկ ջան։ 20, 21, 22, 24 Մալադենց։ Գարունը պրծավ։ Վայ դրաս նայ մամա թռնում են, էս ինչ ձև են թռնում իրար վրա, մամ։ Ինչ անեմ։ Անենց այն մեկը նես թռավ էս մեկը, հնայ, տղճիկ դեն։ Բայց մեծացել են, գիտես, մամ։ Հնայ, մամ այն կյաժը թռավ այ այսենց, ոնց որ բասկետբոլ խաղար։ Խաղում են անտանանտա, կուշտեան, չէ հիմա։ Սկսում են խաղալ։ Դե լավ, մամ ջան, որ բնությունը ինչ է ստեղծել, բալա ջան, բնազդը դրանց։ Կուշտ կեր ուտում են, թե չէ սկսում են խաղալ։ Իսկ արևի ժամանակ հենց գնում են արևտեղ են գտնում, պարկում են, հա, հլնայ, մամ այն մի հատ անձեռոցիկ ես գցե գետնին, այն գրետելը գնում վերցնում, գզրտում տալի հենզելին։ Իրանք են համանեմ քիչ հանել։ Դու խաղան էլի, դու խաղան, հա։ Մամ, բանը, դե լավ է, որ դու գնում ես, լավ եղանակ է, արևայի եղանակ է, դե լավ է։ Չեմ ուզում գնում եմ։ Մայրիկը գնում է հյուր իր երեխաների մոտ, տղայի, աղջիկների, դրա համար մի քանի օր, ճիշտ ասած որոշել էր դժվար էր, բայց 3 օր գնում է։ Եվ այդ 3 օրը պրոժեկտ 20-21 աստիճան։ Ատեմ երեխեքին դեղ տրամադրել էի Հակոբին, Սուսաննա, ասում ես չեմ կարող գամել, հիմա մար դժվար է բան եւ այլ։ Ասում եմ, դու ինձ ինչ աղա ոչ չեմ կարող, ես չեմ հանձնվում։ Այո, Պիտի մոռանաս քո տարիքները, այո, եւ հոգնածությունը, թյա։ Bonjour Serge, bonjour. Bonjour les Svetlana. Bonjour Svetlana, Marie de Svetlana. Si je suis Svetlana, toi tu es Staline. Voilà. Non, toi tu es... Écoutez. Non. Allez, ciao. Ciao, Bambin, до свидания. Խոսած, մամ, до свидания ասես գնաս, բայց ինչի է դասը, tu peux dire au revoir arménien։ Գիտես ինչի до свиданиան գիտեն, մամ։ Ինքը շատ է սիրում, չէ, այդ պատմական կինոներ, պատմություն։ Այդ երբեմն այդ կինոների մեջ, երբեմն չի, շատ հաճախակի, ասենք ռուսների հետ որ կռիվ եւ այլն կամ շպիոնաժ, անդադ до свидания, товарищ։ Այս ֆրանսիացիները այդ Չէ, до свидания, здравствуй գիտի, բանը, այդ բառը իրանց մեջ մնացել է до свидания, հա։ Բա։ Կերել են, հիմա խաղում են։ Կուշտ կերել են, մամ ջան, անձեռոցիկը գցել են գետնին։ Անա այդ մոդելի բիցի բնալ դա դարել, որ արավ ու աշտանում է որ Բոլորն էդ են գրում, տես, լավ ես անում, ապրես։ Ելեն սեղանի վրա երկուսով քիպ ու նայում են պատուհանին ինձ են սպասում, անայ։
ու ես որ գնում եմ ինձանից ես չեմ վախենում։ Հեսա ինձանից թող վախենա, որտեղ ես իրանցից եմ վախենում, բայց դու որ գնաս, ես պիտի առավոտները կերակերեմ։ Անայ ջան, կերակերեմ։ Անպայման, Ինչ որ մի բան չի լինում, ասես կանես։ Հաց մանր կդրատես, մի քիչ կատ կես։ Չէ, մեր ուտելիքից մնում է, մամ, միշտ կբերեմ կդլստեմ, այդտեղ ասենք։ Ոչ հանգած չմնա հացը։ Հացեիդ մեջ որ դու զանգես անում։ Մանր կդրտի նստած այդտեղը, մի քիչ կատ լցա, բերլցա այդ ափսեի մեջ, եղավ, մամ ջան, հա։ Ափսենտը։ Ու հետո որ արև ալին որ այստեղ չեմ։ Այն ամանի մեջ ջուր կլստես։ Անպայման։ Ես ոչ ջուրը լսեմ, դա կմնա, մեծ ամանի մեջ։ Հա, չէ, կլստեմ, պրոբլեմ չկա։ Մեկ այնց որ տեսնեմ փախտներ, հետո դերս կքաշեմ, իրանք թող գան ուտեն։ Սիրելի ամերիկացի հայեր, իհարկե կներեք, որ մենակ հայերին եմ ասում, թող բոլոր հայերի տոնը թող շնորհավոր լինի։ Մայրանան թող մեր բալիկները, մեր աղջիկները։ Այո։ Ուշադրություն դարձրեք ձեր սիրո վրա, գեղեցկության վրա, մայրացեք։ Ես առիթից օգտվում եմ, շնորհավորում եմ իմ սիրելի ամերիկահայ բնակիչ մայրերի տոնը, ցանկանում եմ ամենալավը սիրելիներս, չնայած նրան, որ մեր Ռիփսիմեն խնդրել էր, որ իր մայրիկի եւ սկեսուրի տոնը շնորհավորել եմ արդեն, ձերը նմանապես, եղեք առողջ եւ երջանիկ։ Ժողովուրդ ջան, ես մայրիկի հետ զրույց արեցի եւ հիմա գնամ իմ ճաշերին, và մայրիկն էլ իր ճաշերին։ Ահա եւ ավարտվեց վլոգը։ Գիտեք ինչ, ոչինչ պատահական չի լինում, ոչ մի բան պատահական չի լինում։ Ես ուրախ եմ, որ բացեցի իմ YouTube-յան ալիքը։ Ես ուրախ եմ, որ կարողանում եմ այսպիսի չարաճճի ձևով իմ մայրիկիս երգը գաղտնի նկարահանեմ։ Սա կմնա հիշողությունների գիրկը։ Ինչ արած, միգուցե ես պետք է բացեի YouTube-յան ալիքը, որպեսզի իմ մայրիկի 2 րոպեանոց, 1 րոպեանոց ձայնը ամբողջ աշխարհը լսեր։ Ուրախ եմ դրա համար, չնայած նրան, որ ինքը դեմ է, չնայած նրան, որ նա չգիտի, բայց ոչինչ, կարևորը, որ ես ուրախ եմ եւ գիտեմ, որ բոլորդ հաճույքով լսում եք եւ սպասում։ Սիրեք ձեր ծնողներին, գուրգուրեք, փայփայեք։ Մենք էլ ենք ծնող։ Ես կցանկանամ բոլոր ծնողները ունենան սեր, հարգանք։ Սիրում եմ ձեզ իմ հայ ժողովուրդ, սիրում եմ իմ լավ հետևորդուհիներին եւ հետևորդներին եւ այս գեղեցիկ բնությամբ ուզում եմ ավարտել իմ վլոգը։ Եվ քանի որ շատ իմ լավ հետևորդուհիները խնդրել են, որ ձեզ հիշեցնեմ լայքելի համար, չմոռանաք դնել լայք, որպեսզի ավելի շատանանք, որպեսզի մեր լավ թիմը մեծանա, հզորանա։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։